7 հանցանքներ, որ մենք կարող ենք գործել մեր լեզվով. շատախոսություն, դատարկախոսություն, սուտ, չափազանցություն, չարախոսություն, ծաղրանք, պարծենկոտություն, խաղաղություն մեզ։ Այսօր ես ուզում եմ խոսել լեզվով գործվող հանցանքների մասին։ Իհարկե, միգուցե կարող ենք շատ ավելին թվարկել, բայց ես այսօր ընդամենը ուզում եմ խոսել 7-ի վերաբերյալ։ Հակոբոսի թղթի առաջի գլխի 19-րդ համարից կարդամ. Ոստի իմ սիրելի եղբայրներ, ամեն մարդ թող արագ լինի լսելու մեջ եւ ծանր խոսելու ու ծանր բարկանալու մեջ։ Քանի որ մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի գործում։ Այս համարը կարդալով ուզում եմ խոսել շատախոսության մասին։ Երբ մենք կարող ենք սխալներ թույլ տալ, երբ որ մենք շատ ենք խոսում, երբ որ մենք արագ ենք խոսելու, արտահայտվելու մեջ, երբ որ չենք դանդաղում ու չենք մտորում, չենք ծանր ու թեթև անում մեր մտքերի ընթացքին, այլ եկած խոսքը, եկած միտքը միանգամից արտաբերում ենք։ Հակոբոսն ասում է, որ մենք սխալվենք, այդ արագ լինելու մեր խոսակցության մեջ մենք սխալներ թույլ կտանք եւ հանցանք կգործենք։ Եվ որն է նաեւ վտանգը, երբ որ ինչ որ իրավիճակի մեջ մենք հայտնվենք եւ այդ իրավիճակում բարկություն լինի մեր սրտում, միգուցե ինչ որ մարդու հետ զրույցի մեջ լինենք, կամ մեր հետ կապված ինչ որ մի բան մեր դեմ խոսացած լինենք, կամ վարված լինեն մեր նկատմամբ այնպես, որը կարծես անարդարացի լինի մեզ համար, մենք կարող ենք տաքանալ եւ բարկության մեջ խոսել։ Եվ այդ ժամանակ չենք կարող մեր հույզերը տիրապետել եւ այնպիսի խոսքեր կխոսենք արագորեն, որ դա մեզ կվնասի եւ այդ շատախոսության մեջ կհայտնվենք մեղքի մեջ։ Ինչ է ասում առաքյալը, հակառակը։ Մենք եկեք լինենք դանդաղ, խոսելու մեջ, բայց արագ լսելու մեջ։ Առակաց 10-րդ գլխի 19-րդ համարում ասված է. շատ խոսքերի մեջ հանցանքը պակաս չէ, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։ Այո, կա իմաստություն զսպելու լեզվին, շուրթերին սանձ դնելու մեջ, եւ սա մեզ տանում է ապահովության շատախոսությունից մեղք չգործելու համար։ Հաջորդը ուզում եմ խոսել դատարկախոսության մասին։ Ուզում եմ կարդալ Մատթեոս 12-րդ գլուխ 36-37 համարները։ Բայց ձեզ ասում եմ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան, քանի որ քո խոսքերից պիտի արդարանաս եւ քո խոսքերիցդ պիտի դատապարտվես։ Ահա որքան կարևոր է հետևել, թե ինչ ենք մենք խոսում։ Շատախոսության հաջորդը որն է? Դատարկախոսությունը։ Դատարկ խոսքեր, պարապ խոսքեր, անկշիռ խոսքեր, խոսքեր, որոնք ոչինչ իրենցից չեն ներկայացնում։ Աստված ինքը իմաստուն լինելով, նա շատ չի խոսում եւ ընդհանրապես դատարկ ոչինչ չի խոսում։ Նա լինելով իմաստուն եւ իմաստալից անձ, միշտ նրանից դուրս է գալիս իմաստությամբ, կշռով եւ նյութով լցված խոսք։ Նույնպես մենք ձգտում ունենանք խոսելու ոչ դատարկ, այլ նյութով, իմաստությամբ լեցուն խոսքեր։ Ինչու? Որովհետև եթե դատարկ խոսքեր շռայլենք ու մեզ թույլ տանք, մենք այդ խոսքերով կարող ենք դատապարտվել կամ արդարանալ դատաստանի օրը։ Այսինքն ստացվում է մենք կարիք ունենք մեր խոսքերի համար պատասխանատվության զգացում ունենալ։ Հաջորդը ուզում եմ խոսել ստի վերաբերյալ։ Հիշենք Տեր Հիսուսի խոսքերը Հովհաննեսի ավետարան 8-րդ գլխից։ Կարդամ մեզ համար 44 համար։ Դուք ձեր հորից սատանայից եք ու ձեր հոր բաղձանքը ուզում եք անել։ Տեր Հիսուսը խոսում էր հրեաներին։ Նա սկզբից մարդասպան էր եւ ճշմարտության մեջ չկանգնեց, քանի որ նրա ներսում ճշմարտություն չկա։ Երբ նա ստություն է խոսում, բուն ինքը իրենից է խոսում, քանի որ նա ստախոս է ու ստի հայրը։ Սուտը գալիս է սատանայից։ Եվ Տեր Հիսուսն ասում է, որ սատանանով է, ստի հայրն է, եւ ինքը բուն իր անձից խոսում է սուտ։
բայց մենք Աստծո որդիներն ենք։ Մեր Աստված ինքը ճշմարտությունն է։ Դրա համար մեզանից ինչ պետք է բխի ճշմարտությունը։ Հովհաննես 17-րդ համարում ներկայացված է Տեր Հիսուսի աղոթքը եւ նա խաչելությունից առաջ աղոթում է. սրբիր նրանց նկատի ունենալով աշակերտներին, ինձ ու քեզ, սրբիր նրանց քո ճշմարտությունով, քո խոսքդ ճշմարտություն է։ Մենք սրբվում եւ մաքրվում ենք Աստծո խոսքի ճշմարտությունով, որովհետեւ Աստծո խոսքը բուն ճշմարտությունն է։ Եփեսացիս 4-րդ գլուխ 25 համար առաքյալը գրում է. դեն գցելով ստությունը ամեն մարդը իր ընկերոջը խոսի ճշմարտությունը։ Այո, պիտի մենք նկատենք որն է սուտը եւ ստից հրաժարվենք։ Սուտը ատենք, հասկանալը, որ ինչպես Աստված ատում է սուտը, գարշում է ստից, զզվելի է սուտը Տիրոջ համար, այնպես էլ մենք սիրելով Աստծուն ու Աստծո ճշմարտությունը մի կողմ շպրտենք ստությունը եւ մեր ընկերոջը խոսենք միմիայն ճշմարտությունը։ Հաջորդը չափազանցությունն է։ Չափազանցությունը նույնպես ստի մի մաս է։ Այո, ինչ որ հատված ճշմարիտ է։ Մարդը կարող է մի բան պատմել, որի մի հատվածը ճշմարիտ է, բայց երբ որ պատմության մեջ մենք ավելացնում ենք ինչ որ բան, այն դառնում է չափազանցություն, իսկ չափազանցությունը ինչ է դառնում, ոչ ճշմարտություն, եւ դառնում է սուտը։ Կարիք ունենք ուշադիր լինելու, ինքներս մեզ հետևելու, հո չեմ չափազանցնում սա պատմելով։ Պատկերացնենք, եթե մի գործ ենք արել եւ լավ գործ է, բարի գործ է։ Եթե 10 ենք արել, չներկայացնենք, որ 20-ն ենք արել։ Եթե մեկին եմ քարոզել ու այդ մեկին շահել եմ Քրիստոսի համար, չներկայացնեմ, թե 10-ին եմ բերել Տիրոջը։ Ուզում եմ ասել, որ անգամ մենք Աստծո ծառաներս կարող ենք Տիրոջ համար մեր ծառայության գործերը չափազանցությամբ ներկայացնել։ Եվ սա լուրջ վտանգ է, որովհետև դա արդեն իրականությունը չի լինի, եւ մենք այդ մեր վկայությունների մեջ, եթե չափազանցած վկայություն տանք, մենք հաշիվ կտանք մեր խոսքերի համար։ Հաջորդը չարախոսությունն է։ Հայտնության 12-րդ գլխի 10-րդ խոսքում Հովհաննեսը գրում է. Սատանան եղբայրների չարախոսն է։ Եվ նա ինչ է անում։ Օր ու գիշեր Աստծո առջև չարախոսում է եղբայրներից։ Ինչ է չարախոսությունը։ Երբ որ նա միտում ունի եղբայրներին ցածրացնելու, ցույց տալու, որ մեղանչական վիճակի մեջ են, իջեցնելու, վայր բերելու Աստծուց։ Այսինքն չարախոսության միտումը սա է, երբ որ Աստված չանի, մենք փորձենք ինչ-որ մի մարդու նկատմամբ վատ բաներ խոսել, հորինել ու չարը ներկայացնել։ Դա վտանգավոր է։ Այդպես վարվում է թշնամին, բայց մենք մեր լույսի հոր որդիներն ենք։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ 10-րդ խոսք։ Քանի որ նա, որ ուզում է կյանքը սիրել ու բարի օրեր տեսնել, իր լեզուն թող դադարեցնի չարությունից ու իր շրթունքները նենգություն խոսելից։ Սիրենք կյանքը, ցանկանանք կյանքի մեջ մնալ, ցանկանանք լավ օրեր տեսնել։ Ու եթե մենք ուզում ենք այդպես անել, առաքյալն ասում է, դադարենք չարախոսություն եւ նենգություն խոսել։ Ինչ է նենգությունը։ Չար խորամանկությունն է։ Երբ որ մարդը միտումնավոր կարող է բաներ խոսել ուրիշների մասին, ինչ անելու համար, ուրիշներին վայր բերելու, ցեխի մեջ իջեցնելու ու իրան բարձրացնելու միտումով, ու դա լինի ոչ իրականությունը։ Հաջորդը ուզում եմ խոսել ծաղրելու մասին։ Սաղմոս 1-ին գլուխ, առաջին խոսք։ Երանելի այն մարդը, որ ամբարիշտի խորհուրդների մեջ չի քայլում, ու մեղավորների ճանապարհների մեջ չի կենում, եւ ծաղր անողների նստած տեղում չի նստում։
Աստծո խոսքը ում է երանի տալիս։ Ասում է օրհնյալ է այն անձը, ով ծաղրանողների նստաստեղում չի նստում։ Այո, մենք գիտենք, որ կա կյանքում հումոր։ Եվ հումորի մեջ կարող է լինել սահմաններ, որ դա ուղղակի լինի ուրախ խոսակցություն։ Եվ դա ուրախություն պատճառի լսողին այդ խոսակցությունը։ Բայց ո՞րն է ծաղրը։ Ծաղրը խեղաթյուրված հումորն է։ Երբ որ մարդը սրամտության միջոցով փորձում է այնպիսի բաներ խոսել, որ կարծես հումոր է, բայց դիմացինին ուզում է ցածրացնել կատակների միջոցով կամ անեկդոտի միջոցով ուզում է վիրավորել եւ ցավացնել ու ցածրացնել, որ ինքը բարձր երևա։ Այսինքն ծաղրը խեղաթյուրված կատակներն է, խեղաթյուրված հումորն է, որը ինչ է անում, Աստծո փառքից իջեցնում է մեզ եւ բերում է վատ վիճակի մեջ։ Հաջորդը պարծենկոտությունը։ Կարդամ Երեմիայի մարգարե 9-րդ գլխի 23 եւ 24 համարները։ Իմաստունը իր իմաստությամբ չպարծենա, զորավորը իր զորությամբ չպարծենա, հարուստը իր հարստությամբ չպարծենա, բայց նա որ պարծենա, թող նրանով, Աստծով, այսինքն պարծենա։ Մարգարեն 3 բան թվարկեց, որոնցում տեսեք կա վտանգ, որ մենք կարող ենք պարծենկոտությամբ մեր շուրթերով, մեր լեզվով հանցանք գործել։ Որն է այդ իրավիճակները։ Առաջինը, իմաստունը իր իմաստությամբ չպարծենա։ Եթե ինչ-որ տեղերում մենք տեսնում ենք, որ այո, խելացի ենք, ինչ-որ բան գիտենք, կրթության միջոցով կամ գիտելիքի միջոցով, սա պիտի մեզ թույլ չտա, որ մենք անկում ունենանք ու սկսենք պարծենալ մեր գիտելիքով կամ իմաստությամբ։ Հաջորդը զորությունը։ Զորավոր ենք, ֆիզիկական առումով, ֆիզիկական տվյալներով ուժեղ ենք, մեր ձեռքերում, մեր բազուկների մեջ ուժ ենք տեսնում, շատ լավ է, բայց դա մեր ֆիզիկական տվյալները, մեր ամրությունը պիտի թույլ չտա, որ մենք պարծենանք մեր զորությունով։ Մենք չպիտի մոռանանք, որ Աստված է, որ մեզ զորություն է տվել, կյանք է տվել։ Կարող է զորությունը ֆիզիկական ուժի հետ կապված չէ, այլ մի ուրիշ բնագավառում ենք տեսնում մեզ զորավոր։ Դա անկման պատճառ կարող է դառնալ, որ մենք սկսենք մեր շուրթերով պարծենալ, թե ինչ ուժեղ ու զորավոր ենք։ Հաջորդը հարուստ լինելը, նյութական բարիքներով, ունեցվածքով ապահով լինելը կամ շատ գումարներ վաստակելով։ Կարող ենք ինչ անել, նորից մեր շուրթերով մեղ գործել ու սկսել պարծենալ, թե ինչ ունևոր ենք մենք։ Եվ մարգարեն ասում է, պարծեցողը ինչով պարծենա կամ ումով պարծենա, Աստծով։ Ուզում եմ գալ նոր կտակարան։ Երկրորդ Կորինթացիս 12-րդ գլխի 5-րդ համարում Պողոս առաքյալը գրում է. Իմ անձի համար չեմ պարծենա, բայց միայն իմ տկարությունով։ Ինչ հետաքրքիր է։ Ոչ թե իմ անձի համար պիտի պարծենամ, ոչ թե իմ ունեցվածքով, իմ իմաստությամբ, իմ գիտությամբ կամ իմ հայտնությունների շատությունով պիտի պարծենամ, ասում է Պողոս առաքյալը, ոչ, այլ իմ տկարությունով։ Ինչու, որովհետև շարունակության մեջ ասում է. մի բան եմ հասկացել, երբ որ տկարանում եմ, նրա զորությունը ինձանում շատանում է, նրան ավելին եմ ունենում կամ ավելին եմ ճանաչում։ Գաղատացիս 6-րդ գլուխ 14-րդ խոսք Պողոս առաքյալն ասում է. «Քավ լիցի ինձ պարծենալը, բայց միայն Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։ Կպարծենամ տկարությունով եւ հիմա էլ ինչ հիասքանչ խոսք։ Կպարծենամ Հիսուսի խաչով։ Այո, լավ է պարծենալը, բայց ինչով։ Իմ Տիրոջ խաչելությամբ։ Կարող եմ պատմել ու վկայել ու գովերքել նրան, թե ինչպես հանձնարավ ինձ նման մեղավորի համար իր կյանքը դնել, ու սա իրական պարծանք է։ Նաև առաջի Կորինթացիս թուղթ, առաջի գլուխ 31-րդ համար,
Պողոս առաքյալն ասում է. Պարծեցողը թող Տիրոջով պարծենա։ Ինչ հիասքանչ խոսք է։ Ինչպես գրված է, նա, որ պարծենում է, Տիրոջով թող պարծենա։ Եվ այս խոսքերը վերցված է Սաղմոս 34-ից, թող իմ անձը Տերովը պարծենա։ Դե համար առաքյալն ասում է, ինչպես որ գրված է, Տիրոջով թող որ պարծենա պարծեցողը։ Եկեք սիրելիներս, հետևենք մեր անձերին, հետևենք մեր շուրթերին, մեր լեզվին, որ այս հանցանքներով մեղք չգործենք Տիրոջ առաջ։ Եթե մեզ հաջողվի սանձել մեր շուրթերը, հետևել մեր շուրթերին, առաքյալն ասում էր Հակոբոսը, ուրեմն մենք կատարելության ձգտումի մեջ կլինենք եւ կատարելության ճանապարհի վրա կլինենք։ Աստված օրհնի ինձ ու քեզ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։